Սիսեռակեր հարսը։ Սկեսուրը մի տոպրակ սիսեռ է դնում պահարանի գլխին։ Նորահարսը սիսեռ շատ էր սիրում, օրական իր ուզածի չափ գողանում ուտում էր։ Սկեսուրը տեսնում է, որ օրեցօր սիսեռի տոպրակը դատարկվում է, բայց գողն ով է, չգիտի։ Հարսի վրա կասկածի, այդպես էլ չի լինի։ Նոր հարսը սիսեռ կգողանա, ասում է նա։ Հարս դու հարս, որպեսի իրեն չկասկածեն, մի օր թախտի տակն ավլելիս, հատակի ճեղքի մեջ սիսեռի հատիկ է գտնում։ Տանում ցույց է տալիս սկեսուրին։ Սկեսուր ջան, ասում է, սա ի՞նչ է։ Սկեսուրն իր մտքում ասում է. «Վույ, քորանամ ես, քիչ մնաց հարսիս սիսեռի գող ասեի, իմ խեղճ անլեզու հարսը սիսեռն ինչ է, չգիտի»։ Էդ օրվանից, երբ մեկը մի բան թաքուն վերցնում ուտում է, կամ թաքուն բան է անում ու չքմեղանում, ասում են. սիսեռակեր հարսն է, ոչ մի բանից տեղյակ չէ։